Մի քիչ առաջ ինձանից նախորդ բանախոսները խոսում էին Հայաստանի էներգետիկ սրտի մասին, թե ինչ է տալիս մեծամորը ամբողջ Հայաստանին, լուսավորում է ամբողջ Հայաստանը, իսկ ինչ է տալիս Հայաստանը մեծամորին։ Երբ մենք քաղաքով շրջում էինք, տեսանք, որ քաղաքը մեծի մասամբ 20 ամյա հեռավորության, շինարարության քաղաք է, սովետի ժամանակվար քաղաքն է։ Մեծ փոփոխություններ բացի փոքր կրպակների վերանորոգումներից չկա այստեղ։ Չկա այն մեծ շարժը, որ պետք է լիներ էներգետիկ սրտում երկրի։ Մեր երկրում պետք է այսպիսի բան լինի, եթե տեղում կա գործարան, եթե տեղում կա հիմնարկ, կա ատոմակայան, ատոմակայանի վճարված հարկերի նշանակալի մասը պետք է գա մեծամորին, որպեսզի քաղաքը զարգանա, ակտիվ զարգանա։ Ու շատ կարևոր է նաև քաղաքի շուրջ զարգացում ապահովելը։ Ինչն է դա իրար մեջ ներառում։ Արարատյան դաշտի իհարկե այգեգործությունն է։ Այգեգործության մեջ Արարատյան դաշտում մի հատ ունիկալ խնդիր ունենք։ Ջուր, աշխարհի ամենաշատ ջուր ունեցող երկրում, աշխարհում միջին մարդու հաշվարկով Հայաստանում նորմայից 2 անգամ շատ ջուր կա։ Նորմայից։ Հայաստանի ջրի ընդամենը 5%-ն է օգտագործում հայը, Հայաստանի քաղաքացին, 95%-ը թողում է գնա, բայց Արարատյան դաշտում, Արմավիրի մարզում ընդհանրապես, ժողովուրդը ջրի խնդիր ունի, ինչն է պատճառը, պատճառը ոռոգման համակարգերն են, որ հին ոռոգման համակարգեր են դրած, որոնց վրա ոչ մեկ գործ չի արել, պատճառը այն է, որ այս հարստությունը, որ Աստված մեզ տվել է, անգամ այս հարստությունը չեն կարողանում տնօրինենք նորմալ։ 95% ջուրը թողում են գնա։ Սևան Հրազդան կասկադով ոռոգման համակարգը ավելի շատ ջուր գալու տարբերակը շատ անգամներ պետությանը առաջարկվել է։ Դա հնարավորություն կտար ընդհանրապես Արմավիրի մարզին ու Արարատյան դաշտին լրիվ նոր շունչ ունենալ։ Ջուրը պետք է խնդիր չլինի, իսկ ջուրը խնդիր չի լինի այստեղ, եթե մենք լուծենք Սևան Հրազդան կասկադի մի շարք խնդիրներ։ Հիմնականում դեպի Սևան եկող ջրի Եղեգիսի տեղը դեպի Սևան եկող ջրի հոսքի ավելացումն է, 70 միլիոն կուբամետր ջուր կարա գա Արարատյան դաշտ։ Ու այս խնդիրները ավարտվեն։ Երկրորդ խնդիրը վարկերն են։ Ով վարկ ունի։ Տոկոսները կա, որ 15-ից ցածր է։ Ուրեմն հարևան Վրաստանում վարկերի տոկոսները 8% է։ Հայաստանում 15, 18, 20, 25, մինչև 24 հասնում է էֆեկտիվ։ Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, ասում են բիզնեսմեն է երկրի ղեկավարը, դրա համար վարկերը 8% են։ Հայաստանում երկրի ղեկավարը լրագրող է, վարկերը 20% է։ Բիզնեսմենի լավ կառավարումը այժմ վարկերն են։ Մարդը, որ չի կարողանում վարկը վճարի, հնարավորություն է տրվում իրեն, եթե մի տարի չի կարողացել վճարի, մեր ծրագիրն է, հնարավորություն է տրվելու 18 ամիս, եթե չի կարողացել վճարի, որպեսզի նա ուրիշ տեղ աշխատանք գտնելուց հետո սկզբնական վարկը չի քաշվելու, դակն չի քաշելու փողը։ Թույլ է տալու մի տարի մարդը իր ֆինանսական վիճակը կարգավորի ու իր հարկերից է վարկի տոկոսները փակվելու։ Մի քիչ պարզ բացատրեմ, եթե մեկը 1.5 տարի ուշացած վարկ ունի ու գրանցվում է աշխատանքի, մեր ծրագիրն է, որպեսզի վարկի մայր գումարը փակվի իր վճարած հարկերից, ոչ թե իր աշխատավարձից։ Հարկը գնում է պետությանը, պետությունը վճարում է տոկոսը։ Մեր ընդհանուր երկրին մեծամոր այնպիսի համայնք է, որ գործազրկության խնդիր փառք Աստծո չկա։ Տա Աստված, որ Հայաստանի մյուս համայնքներն էլ այս խնդիրը չունենան։ Եթե մենք վարկերի առումով, գյուղատնտեսության առումով լավ լուծումներ առաջարկենք, զարգանալու շատ տեղ կա, եւ իրար հետ մենք դա անելու ենք։ Միայն մեզ պետք է վարժ առաջնորդ, ով կբերի փոփոխություն մեր երկրին, որտեղ այս նույն վիճակով երկար տարիներ ապրելով մենք հետ ենք մնում կողքի երկրներից, հետ ենք մնում աշխարհից։ Դրա օրինակը այն է, որ մենք յուրաքանչյուր բախման ժամանակ պարտվում ենք, որովհետև հետ ենք տեխնիկապես։ Հայը ուժով, ուժեղ է, քաջությամբ ուժեղ է, բայց հետ է մնացել։
Դրա համար պետք է ուժեղ երկիր ունենանք, ուժեղ երկիր ունենալու համար էլ պետք է փոփոխություն մեր երկրում, փոփոխության համարն էլ համար 3